Նա իրեն նոր Հիսուս Քրիստոս էր համարում, մարդկությանը փրկելու համար ուղարկված առաջնորդ։ 60-ական թվականներին նա եւ իր ընտանիքը սպանել են բազում մարդկանց, այդ թվում հայտնի հոլիվուդյան կինոռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը, ով հղիության վերջին ամուսում էր։ Ինչպես կարողացավ մեկ մարդ առանց իր իսկ սեփական ձեռքերը կեղտոտելու սպանել բազմաթիվ այլ մարդկանց, համոզել մի խումբ երիտասարդների, որ ամբողջ աշխարհը շուտով քաոսի մեջ է մնալու, եւ ով էր Լինդա Քասաբյանը եւ ինչ մեծ դեր ունեցավ ամբողջ Հոլիվուդը ցնցած Մենսոնի դատավարության գործում։ Այսօր խոսելու ենք ամենահայտնի աղանդներից մեկի Չարլզ Մենսոնի ընտանիքի մասին, բայց մինչև տեսանյութին անցնելը չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակ կոճակը եւ մեկնաբանություններում կիսվել ձեր կարծիքով։ What's your emergency? Սեկտա աղանդ անունը տերմինը հաճախ օգտագործվում է բնութագրելու համար այն խմբերը, որոնք կիրառում են հոգեբանական ճնշում, մեկուսացնում են անհատին ընտանիքից եւ ընկերներից, հասարակությունից կամ իրականացնում են ֆինանսական եւ ֆիզիկական շահագործում։ Պատմության մեջ մինչ օրս էլ կան նման սեկտաներ։ Դրանցից ամենահայտնին այս 3-ն են։ Ժողովուրդների տաճար։ Ջիմ Ջոնսի գլխավորությամբ այս խումբը հայտնի դարձավ 78 թվականին Գայանանայում տեղի ունեցած սարսափելի իրադարձությամբ։ Ուղիղ 900 մարդ նույն օրը ինքնասպանություն արեցին։ Աուն Սինջիկյո։ Ճապոնական այս աղանդը 1995 թվականին Տոկիոյի մետրոյում իրականացրեց Զարին գազով տերորիստական հարձակում։ Նրանք հավատում էին, որ շուտով աշխարհի վերջն է գալու եւ նրանք պետք է փրկեն դա։ Կամ մյուսը երկնային դարպասներ։ 1997 թվականին ԱՄՆ-ում այս խմբի 39 անդամների ինքնասպանություն գործեցին, հավատալով, որ իրենց հոգիները կհայտնվեն այլմոլորակային տեսարանավում։ Սրանք այն 3 ամենահայտնի սեկտաներն են, որոնց շարքին 4-րդը միանում է Չարլզ Մենսոնի խումբը։ Ընտանիք։ Չարլզ Մենսոնը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 12-ին Օհայո նահանգում։ Նրա մայրը ընդամենը 16 տարեկան էր այդ ժամանակ։ Մենսոնի կենսաբանական հոր մասին հստակ տեղեկություն չկա, մայրը նույնիսկ չգիտի, թե ումից է հղիացել։ Երբ նա փոքր էր, մայրը մի քանի անգամ բանտ է ընկնում, մի անգամ նույնիսկ ստիպված է լինում Չարլզին ժամանակավորապես խնամքի տալ մի ուրիշ ընտանիքի։ Տարիներ անց Մենսոնը պատմում է, որ իրեն մանկությունից փոխանցվել է մի պարզ զգացում. ես ոչ մեկին պետք չեմ։ Սա այն միտքն է, որը հետագայում դառնալու է նրա վերահսկելու մոլուցքը։ Երբ մայրը բանտից դուրս է գալիս, նա փորձ էր անում տղային հետ վերցնելու իր մոտ եւ պահելու, բայց Չարլզը արդեն դժվար ու անկառավարելի երեխա էր։ Նա հաճախ էր փախչում տնից, մանր-մունր գողություններ անում եւ միշտ դպրոցում խնդիրներ ստեղծում։ 1940-ական թվականների վերջին նրան ուղարկում են ուղիչ դպրոց, որտեղ իր խոսքերով ամեն օր ենթարկվել է բռնության, այդ թվում նաև սեռական։ Մենսոնը ավելի ուշ ասում է, որ հաստատություններն իրեն սովորեցրել են մեկ բան. ուժեղը նա է, ով կարողանում է կառավարել մյուսներին։ 13-ից մինչև 17 տարեկանը Մենսոնը անընդհատ կողոպուտներ է անում։ Մեկ անգամ գողանում է ինչ-որ շատ էժան ապրանք, մյուս անգամ փաստաթղթեր կեղծում, մեքենաներ գողանում ուղակի, մի երկու տեղ քշում ու հետ վերադարձնում տիրոջը, ինչքան որ զարմանալի լինի։ Նրան պարբերաբար ուղարկում են տարբեր ուղիչ հաստատություններ, որտեղից է շատ հաճախ նա կարողանում է փախչել։ 1959 թվականին նրան 10 տարով դատապարտում են, սակայն լավ պահվածքի համար 1967 թվականին նա բանտից դուրս է գալիս։ Այդ ժամանակ նա 32 տարեկան էր։ Կյանքի մեծ մասը Չարլզը անցկացրել է բանտերում, համարյա ոչ մի տեղ չի կարողացել մինչև վերջ սովորել եւ ավարտել, այսպիսով չուներ ոչ ուսում, ոչ աշխատանք, ոչ կրթություն, ոչ գիտելիք, ոչ էլ անելիք։ Նա չէր հասկանում, թե ինչ պետք է անի բանտից հետո։ Նրա կյանքը համարյա թե դատարկ էր, չուներ ազգականներ, չուներ ինչ-որ մեկին ում դիմեր կամ հարցներ ինչ-որ խորհուրդ։ Այսպիսով Չարլզը սկսում է մենակ իր կյանքը շարունակել։ Ինչպես արդեն նշեցի, նա չի ավարտել որևէ կրթական հաստատություն, որի պատճառով էլ Չարլզի IQ-ն միջինից ցածր էր։
սակայն Չարլզը ուներ խարիզմա, որի պատճառով կամ միգուցե շնորհիվ նրան շատ ու շատ մարդիկ մեծ ուշադրությամբ պատրաստ էին լսել և նույնիսկ ենթարկվել։ 1960-ական թվականներին ԱՄՆ-ում սկսվում է հիպիների շարժումը, ու հենց այդտեղ էլ Չարլզը սկսում է գործել։ Հենց 1967 թվականին Մենսոնը հայտնվում է Սան Ֆրանցիսկոյում, հիպիական մշակույթի կենտրոնում և սկսում հավաքել մարդկանց, ստեղծելու ընտանիք։ Չարլզը օգտվում է այն առիթից, որ մի խումբ երիտասարդներ փախել են դպրոցից, քոլեջից, համալսարանից ու ներկա պահին գտնվում են թմրանյութի կամ ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Նա նրանց սիրո և հիպիական համայնքի շուրջ համախմբում է իր մոտ, ուներ նաև գիտար, որի վրա նվագում էր հիմնականում Բիթլզի երգեր, որից հետո, երբ որ մի քանի մարդ միանում են նրան, նա նրանց տալիս է թմրանյութեր, որոնց միջոցով նրանք գնում և մեկ այլ մարդկանց միացնում են իր ընտանիքին։ Այս ամենից հետո Չարլզը ուղղակի որոշում է, որ ընտանիքը պետք է քարոզի այս սերը և համերաշխությունը բոլորին, ու այն մարդիկ, որոնք գտնվում են թմրանյութի կամ դեղորայքի ազդեցության տակ, հետևում են Չարլզին, որից հետո դառնում նրա ընտանիքի ցավոք սրտի անբաժան մասնիկը։ Նա շատ հաճախ LSD և մարիխուանա է տալիս բոլորին իր խմբային սեանսների ժամանակ և ինքն էլ օգտագործում։ Այդ վիճակում նա ժամերով խոսում է սիրո և տիեզերքի մասին, բայց նրա յուրաքանչյուր փիլիսոփայության խոսքը ավարտում է նույն գաղափարով. Էգոն գոյություն չունի։ Մենք բոլորս մեկ ենք։ Իսկ եթե բոլորս մեկ ենք, ուրեմն դու անում ես այն, ինչ ես ուզում եմ։ Չարլզի ընտանիքը սկսում է ճանապարհորդել հիպիական գույներով ներկված հին դպրոցական ավտոբուսով։ Ասեք, որ ամեն ինչ կողքից հիանալի է թվում։ Նույն գաղափարների շուրջ հավաքված ազատ երիտասարդների մի խումբ, որ սեր ու բարություն է քարոզում, իրենց առաջնորդի հետ ճանապարհորդում են վայելուն կյանք։ Բայց ինչպես բոլոր աղանդավորական խմբերում, այստեղ էլ ամեն ինչ այնպես չէր, ինչպես երևում էր առաջին հայացքից։ Ընտանիքում Մենսոնն էր որոշում, ով ում հետ է քնում, ով ինչ է ուտում կամ ով երբ է խոսում։ Սեքսը նույնպես դառնում է նրա վերահսկման գործիքը։ Սիրո ազատ գաղափարի տակ նա իրականում ստեղծում է մի ընտանիք, որտեղ բոլորը իրենից կախում ունեն։ 1968 թվականին Չարլզը իր ընտանիքի հետ տեղափոխում է Լոս Անջելես, կինոռանչոներ։ Western կինոռանչոները այն ժամանակ արդեն իսկ չէին գործում և պահակին տալով ծխախոտ, ինչպես նաև խմիչք, նրանք կարողանում են տեղափոխվել ու մշտական բնակություն հաստատել։ Սկզբում ընտանիքի անդամների թիվը 10 էր, իսկ հետագայում դա դառնում է 100-ը, ինչպես նաև օր-օրի ավելի ու ավելի շատանում։ Չարլզը իր ընտանիքի անդամներին ամեն օր քարոզում էր սիրո մասին, իսկ հետագայում այդ սերը նաև դարձավ ապոկալիպսիսի պատրաստման թեմա։ Նա բոլորին պնդում էր, որ շուտով ապոկալիպսիս է լինելու, բոլորը իրար սպանելու են, իսկ մենք գալու և փրկելու ենք նրանց։ 1968 թվականին Չարլզը սկսում է անդադար լսել The Beatles-ի White Album ալբոմը, որն էլ ըստ իրեն թաքուն մեսիջ էր, գաղտնի մեսիջ էր, որը միայն ու միայն ընտրյալը, այսինքն Չարլզը կարող է հասկանալ։ Ավելի կոնկրետ, Չարլզը այդ ալբոմից լսում էր հիմնականում մեկ երգ, դա եթե թարգմանենք կոչվում է մանկական պտահարթակ կամ Helter Skelter։ Երգը կարող եք ինքներդ էլ լսել, փորձել գտնել որևէ մեսիջ, ինչպես նաև հիշեք անունը, որովհետև շուտով այն ձեզ պետք է գալու։ Չարլզը իր հետևորդներին պնդում էր, որ շուտով սևամորթները ոչնչացնելու են բոլոր ամերիկացիներին և նրանք միակն են, որ կարող են այս սիտուացիան որևէ կերպ ոչ թե կառավարել, այլ փրկել, նրանք հենց այն ընտրյալներն են։ Սակայն անցնում է ինչ-որ ժամանակ և ոչինչ չի տեղի ունենում։ Իր հետևորդներն արդեն սկսում են կասկածել. Չարլզը արդյոք գիտի ամեն ինչ, թե ուղղակի խաբեբա է, ինչպես նաև շուտով ավարտվում է թմրանյութը, դեղորայքը, խմիչքը, ու մարդիկ այլևս չեն ցանկանում հավատալ այս ընտանիքին։ Այսպիսով նա հավաքում է իր ընտանիքի 4 անդամներին և նրանց հետ 1969 թվականի օգոստոսի 8-ին գնում Ռոմանո Պոլանսկու տուն։ Ավելի կոնկրետ նա չի գնում, նա լավ, սփոյլ չանեմ, շուտով կիմանաք։ 1969 թվականի օգոստոսի 9, Լոս Անջելես, Կալիֆոռնիա։
Հասիլիա Դրայվի 10-րդ տան աշխատող Միս Չեպմանը մոտենում է դարպասներին։ Այդ տարածքում հիմնականում ապրում էին շոու բիզնեսի ներկայացուցիչները, հոլիվուդյան հայտնի դերասաններ, երգիչ-երգչուհիներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ եւ այլոք։ Միս Չեպմանն աշխատում էր հայտնի ռեժիսոր Ռաման Պոլանսկու տանը։ Ռամանի հետ այդ տանը նաև ապրում էր իր կինը, ով հղիության վերջին ամսում էր գտնվում՝ Շերոն Թեյթը։ Միս Չեպմանի ուշադրությունը միանգամից գրավում է մի տարօրինակ փաստ։ Դրսի կողմից հեռախոսի լարերը պոկված են, իսկ տան դիմաց իրեն անծանոթ մեքենա էր կանգնած։ Տուն մտնելու պես նա վախից քարանում է, հենց բակում։ Ամբողջությամբ արյան մեջ երկու հոգի են գետնին ընկած։ Արյան քանակից անզեն աչքով էլ երևում էր, որ նրանք արդեն մահացած էին։ Մարմնի վրա կային դանակի հարվածների բազմաթիվ հետքեր։ Երկու հոգի ևս տան մեջ էին, ում արդեն հայտնաբերում է ահազանգին արձագանքած ոստիկանությունը։ Նրանց մարմնին նույնպես առկա էին դանակի բազմաթիվ հարվածներ, ամբողջ տունը արյան մեջ էր, իսկ պատին արյունով գրված էր «Փիկ»։ Ոստիկաններն առաջին բանը, որ մտածում են, սևամորթ ռադիկալների ձեռքի գործն է, քանի որ տանից ոչինչ չէին գողացել, իսկ պատին գրածը շատ նման էր նրանց ձեռագրին։ Իսկ ովքեր էին սպանվածները։ Ինչպես արդեն նշեցի, Շերոնն էր առաջինը եւ ամենակարևոր, այսպես ասած, զոհը, քանի որ մամուլը ամենաշատը նրա անունն էր օգտագործում դեպքի մասին խոսելիս, կինը այդ ժամանակ 8-րդ ամսում էր հղիության եւ շուտով պետք է ունենար իր զավակին։ Այնտեղ էր նաեւ իր նախկին բոյֆրենդը, ում հետ նա մտերիմ ընկերներ էր մնացել բաժանումից հետո, ինչպես նաեւ եւս երկու հոլիվուդյան հայտնի սցենարիստ եւ դերասանուհի, բայց 4 զոհ չէին։ Դեպքի վայրում, ավելի կոնկրետ դեպքի վայրից մի փոքր հեռու մեքենայի մեջ գտնում են 5-րդ զոհին։ Այս անգամ նա հայտնի դերասան չէր, ոչ գրող, ոչ պրոդյուսեր, ոչ, ուղղակի 20-ամյա մի երիտասարդ, ով այդ ժամանակ անցնում էր այդ տեղով եւ նկատելով սպանությունը, տղային նույնպես սպանում են։ Այսպեսով ոստիկանությունը կասկած անգամ չունի, որ սա սևամորթների գործն է, քանի որ այդ ժամանակ ԱՄՆ-ում, հիմա էլ, բայց այդ ժամանակ ավելի շատ էր սրված սևամորթ-սպիտակամորթ հարաբերությունները ու ոստիկանները պատե-անպատե առիթներով հիշում էին սևամորթներին, շատ հաճախ գնում նրանց տուն, նրանց բռնի ուժով հանում տանից, ծեծում ու ստիպում, որպեսզի նրանք իրենց մեղքը ընդունեին։ Մինչև ոստիկանները բոլոր ապացույցները փորձում են հավաքել, հարցաքննում են տարբեր մարդկանց, հիմնականում հարևաններին, ամսինին ևս մեկ սպանություն է տեղի ունենում, կրկին նույն ոճով։ Այս անգամ զոհերը Լենո եւ Ռոզմարի Լաբիանկո ամուսիններն էին։ Նրանք նույնպես սպանվել էին դանակի բազմաթիվ հարվածներից։ Ամուսնու որովայնի հատվածում դանակով փորագրված էր պատերազմ։ Տան պատին արյունով գրված էր մահ խոզերին, իսկ սառնարանի վրա Helter Skelter անունը։ Լաբիանկաների տանից էլ ոչինչ չէին գողացել։ Ինչքան էլ այս երկու հանցագործությունները նույն ձեռագիրն ունեն եւ կատարվել էին 1 օր տարբերությամբ, ոստիկանները դեռ չէին շտապում այս երկու գործերը կապել իրար։ Առհասարակ շատ կարևոր է հանցագործությունից հետո առաջին շաբաթը։ Այդ ժամանակ հետքերը ավելի թարմ են, ինչպես նաև այն բոլոր մարդիկ, որոնք ինչ-որ մի բան տեսել կամ լսել են, նրանք ավելի պատկերավոր կարող են դա ներկայացնել, քան երկրորդ, երրորդ կամ մի քանի տարի անց։ Այսպեսով ոստիկանները շատ ճիշտ կլիներ հենց առաջին շաբաթում բոլոր դեպքերը հետաքննեին եւ կապեին այն թելերով, որոնք միգուցե կրկնվում էին երկու գործերում էլ։ Սակայն նրանք այդպես չեն վարվում։ Նրանք մտածում են, սա տարբեր հանցախմբեր են, տարբեր մարդիկ են ու գործերը համարյա թե մոռացվում է, եթե չլիներ այս պատահականությունը։ Ծանոթացեք Քիթի Լյուտսինգերի հետ։ Նա այն աղջիկն է, ով կարողանում է Չարլզի սեկտայից փախչել եւ հասնելով ոստիկանություն պատմել ամբողջ տեղեկությունը, ինչը նա գիտեր թե սպանության եւ թե սեկտայի մասին։ Նա շատ պարզ նկարագրում է ինչեր է կատարվում սեկտայի ներսում, ինչպիսի հրեշավոր պլաններ են գծվում ապագայի համար։ Նա նաեւ ներկայացնում է մի քանի մարդու անուն, որոնցից մեկը Սյուզանը կար սպանությունների ժամանակ։ Սյուզանին ձերբակալում են, քանի որ նա դրանից առաջ եւս եղել է ոստիկանությունների ուշադրության կենտրոնում եւ նրան հարցաքննում։ Սյուզանը ամեն ինչ խոստովանում է։ Այսպիսով պարզ է դառնում, թե ով է կանած այս ամենի հետևում։ Չարլզ Մենսոն, մարդ, ով ոչինչու մեղավոր չէ, նա ձեռքերը լվացել է եւ հրամանե չի տվել։ Այսինքն այս ամենը արել է Սյուզանը, իր ընկերները Քիթին կամ մի այլ մարդ, Չարլզը ոչնչում փաստացիորեն
Հա, բոլոր իրավաբանական տեսանկյուններից ոչնչում մեղավոր չէ։ Թե մեղավոր է։ Մեկնաբանություններում կուզեմ դուք կիսվեք ձեր կարծիքով, ինչ եք կարծում։ Այն անձը, ով դրդում է ինչ-որ գործողության, բայց ոչ մի կերպ իրավաբանորեն կապված չէ հանցանքի հետ, նա չի գտնվել, հա, Չարլզը չի գտնվել ինքը հանցանքի վայրում, նա մեղավոր է, թե ոչ։ Միգուցե եթե Չարլզը այդտեղ գտնվեր, նա չթողներ, որպեսզի իր ընտանիքի անդամները սպանեին, թե հակառակը, նա կվերցներ դանակը եւ կմիանար նրանց։ Ինչևէ, սա թողնում եմ ձեր քննարկմանը, կխնդրեմ մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով։ 1970 թվականին սկսվում է Մենսոնի եւ նրա ընտանիքի անդամների դատավարությունը, որը տևում է շուրջ 1.5 տարի։ Կարելի է ասել, որ սա ամենառեզոնանսային եւ ամենաշատը քննարկվող գործերից մեկն է ԱՄՆ-ի դատական ամբողջ համակարգի մեջ, թերթերն ու հեռուստացույցներն իրենց հերթին, չգիտեմ, մեկ արդարացնում էին Չարլզին, մեկ հակառակը եւ պնդում, որ այո, սևամորթներն իրոք գրավելու են աշխարհը, նա այսպես բոյկոտում է, մյուսներն ասում են, որ Չարլզը առհասարակ կապ չունի, քանի որ նա այդտեղ չի եղել։ Այսպիսով 12 ատենականները, որոնք դատարանում նստում են եւ որոշում պետք է կայացնեն, նրանց փակում են կոնկրետ սենյակում, որ չկարողանան մուտք ու ելք անել, չի ենթարկվել ոչ մի մանիպուլյացիա, ինչպես նաեւ ամբողջ դատական process-ին նրանք տեղում չլինեն։ Հիշում ենք, ամենասկզբում ես պատմել եմ, որ Չարլզը շատ խարիզմատիկ էր, որքան որ նա չուներ գիտելիք, բայց նա շատ խարիզմատիկ էր։ Այդ իր խարիզմայով նա կարողանում է լրատվամիջոցներին համոզել, որ նա անմեղ է։ Նման դեպք Թեդ Բանդին է, եթե ցանկանաք Թեդ Բանդիի մասին խոսեմ, կարող եք մեկնաբանություններում գրել, սա մի մարդասպան է, ով տարիներ շարունակ սպանելով կարողացել է մնալ ազատության մեջ միայն իր խարիզմայի շնորհիվ։ Շարմը շատ կարևոր է մարդու համար եւ այստեղ մարդասպանները դա կարողանում են օգտագործել։ Ամբողջ դատավարության ընթացքում Մենսոնը հրաժարվել էր դատապաշտպանից եւ ինքն իրեն էր պաշտպանում, ինչպես նաեւ աղջիկներից մեկը, ով մասնակցել էր սպանությանը, նա նույնպես ինքն իրեն էր պաշտպանում։ Իսկ ընտանիքի մյուս անդամները դատարանի դրսում գոռում էին, վանկարկում, որ ազատեն իրենց առաջնորդին, ազատեն իրենց անմեղ ընտանիքի մյուս անդամներին։ Այսպիսով հայտնվում է Լինդա Քասաբյանը։ Ով է Լինդա Քասաբյանը, ի սկզբանե ասեմ, հայ չէ, բայց նրա առաջին ամուսնությունը հայի հետ է եղել, ումից էլ վերցրել է իր ազգանունը։ Լինդա Քասաբյանը այդ կուլտի մասնակիցներից էր, ով ուներ վարորդական վկայական։ Այսպիսով, քանի որ նա ուներ վարորդական վկայական, նրան ցուցված էր, որպեսզի սպասի դրսում մեքենայի մեջ ու ամբողջ ընթացքը նա ուղղակի նայում էր կողքի աչքերով։ Նա հասկանում էր, ինչ դաժանություն է տեղի ունեցել, եւ երբ ոստիկանները նրան անձեռնմխելիություն խոստացան, աղջիկը միանգամից մատնեց Չարլզ Մենսոնին։ Այսպիսով, դատական գործում Լինդա Քասաբյանը դարձավ Չարլզ Մենսոնի գլխավոր վկան։ 1971 թվականի հունվարին դատարանը Չարլզ Մենսոնին եւ 3 աղջիկներին մեղավոր են ճանաչում բոլոր 27 կետերով եւ 4-ին էլ դատապարտում մահապատժի։ Բայց նրանց պատժի օրն այդպես էլ չի հասնում։ 1972 թվականին Կալիֆոռնիան հրաժարվում է մահապատժից եւ նրանց պատիժը փոխում են ցմահ ազատազրկման։ Մենսոնը բանտում անց է կացրել ավելի քան 50 տարի։ Նրա ճակատի խաչերը հետագայում դարձան սվաստիկա։ Նա շարունակում էր հարցազրույցներ տալ, ինչի համար էլ լրագրողներն ուղղակի հերթ էին կանգնում։ Աղջիկներից մեկը մահանում է բանտում, մյուսը կրում իր պատիժը, իսկ երրորդը 2023 թվականին վաղաժամկետ ազատ է արձակվում։ Չարլզ Մենսոնի դեպքը միգուցե ամենամասշտաբայինը չէ, միգուցե ամենասարսափելին չէ, բայց նա շատ վաղուց դարձել է ամերիկյան փոփ կուլտուրայի անբաժան մասնիկը։ 2017 թվականին 83 տարեկան հասակում Չարլզ Մենսոնը մահանում է, իր հետևից թողնելով բազում հետաքրքիր հոդվածներ, ինչպես նաև հարցազրույցներ, ինչպես ստեղծել եւ կառավարել սեփական ընտանիքը։ Շնորհակալություն տեսանյութը նայելու համար, կխնդրեմ մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով, ինչպես նաև կարող եք մեկնաբանություններում գրել, թե ում կամ ինչ դեպքի մասին կուզեք, որ հաջորդը պատմեմ։ What's your emergency?